Մեկը հունիսի, մեկը հունիսի, մանուկների տոնն է, մեկը հունիսի, թքեք, դե երկեք միասին, մանուկների տոնն է, մեկը հունիսի։ Ուրա, կանաչնահավոր, ապես մամջան, ապես տեգն, սիրելիներս բարի լույս աշխարհով մեկ սփռված իմ հայ ժողովուրդ, իմ լավ ժողովուրդ, այսօրվա տեսանյութի սկիզբը մի փոքր տարբերվող էր, կապ չունի, որ խոհանոցային էջում եմ, թե սովորական բլոգային էջում, ամեն դեպքում այսօր հունիսի 1-ն է և չեմ կարողանա չշնորհավորել աշխարհի բոլոր մանուկներին, մաղթելով անհոգ ու անհոգս մանկություն, թող որ մեր բալիկները առողջ ապրեն անհոգ ու անհոգս և որ ամենակարևորն է խաղաղ երկրում ապրեն, սիրելիներս, այսօրվա նախաբանը սկսեցի այս ձևով։ Հիմա ասում ենք բարի գալուստ ամառ, բարի գալուստ տաքուկ օրեր, լավ օրեր, ջերմ օրեր և անցնում ենք գործին։ Ցանկացած մարդ, այ որ արթնանում է, սկսում է նախաճաշից, չէ՞։ Այսօրվա իմ նախաճաշը, հարգելիներս, ուզում եմ ձեր հետ կիսած լինեմ և ասեմ ինչ եմ ես ուտելու, ինչ է լինելու իմ նախաճաշը, քանի որ այս վերջերում անցել եմ առողջ ապրելակերպի, սիրելի հետևորդներ ջան, հնարավորինս առողջ, հա, գոնե մի 60-70% առողջ ապրելակերպի, փորձում ես գիտակցելով սնվես, առավոտյան ինչ ուտես, առավոտ մեզ ինչ ա պետք, սպիտակուց, որ մեր էներգիան տեղը լինի, մի խոսքով, ճաշին ինչ ուտես, երեկոյան ինչ ուտես, մինչ թեմայով զրուցել եմ, ուզում եմ ասել, որ իմ էջում օր-օրի ավելանում եք, հետևորդներով, բարեկամներով շատանում ենք, շնորհակալ եմ բոլորիցդ, խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ ձեզ, ձեր գեղեցիկ գրառումների և լավ խոսքերի համար և դրան գումարած ուզում եմ հավելեմ, ասում եք մի քիչ պատմեմ իմ մասին, ես Անահիտն եմ, ունեմ Ալեքսին, տնային տնտեսուհի եմ, չեմ աշխատել, կրթություն ունեմ, փառք Աստծո, բայց ոչ մի անգամ չեմ աշխատել, տնային տնտեսուհի եմ, խոհարարական դասընթացների չեմ գնացել, խոհարարության մեջ այսպես չեմ մխրճվել, բայց ուզում եմ, որ թեկուզ ընտանիքս մեծական փոքր, այս պահին փոքր է ընտանիքս, ուզում ես, որ ամեն անգամ ինչ-որ թե նույն բանջարեղեններից մի տարբեր ողու համեղ կարևորը պրիմիտիվ ուտեստ պատրաստես, որ համ համեղ լինի, համ տեսքը գրավիչ լինի, համ էլ ցանկացած պահի հասանելի լինի, պլյուս դրան, որ իմ պատրաստածները տեղադրում եմ իմ էջում և միշտ աշխատում եմ, որ տեղադրեմ այնպիսի բաղադրատոմսեր կամ ուտեստների շարք, հա, բաղադրատոմս ասվածը ինձ թվում է այդքան էլ տեղին չի, որովհետև այսօր համացանցը բաց, բոլորիս առջև դրված է, բոլորս էլ ինչ ուզում ենք, նայում ենք, պատրաստում ենք և վայելում ու անուշ ենք անում։ Իսկ իմ էջում ես ուզում եմ իմ առօրյան ձեր հետ կիսել մի քանի րոպեով մեր առօրյա գործերից թող ու բոհից կտրվենք, թեկուզ հողագործությունից կտրվենք, տան մաքրությունից կտրվենք և շեղվենք, հավաքվենք մի տաքուկ անկյունում, դա կլինի Անահիտի խոհանոցը, չգիտեմ օրինակ էլում խոհանոցը, Նարինեի խոհանոցը կամ մեկ ուրիշի խոհանոցը ու հավաքվենք ընդամենը իրար հետ սենց մի 5-10 րոպե հավեսով ժամանակ անցկացնենք, այնպես չի, որ ինչ-որ նոր բաներ եմ ասում, ես գիտեք, միշտ էլ ասում եմ, սիրում եմ մատուցեմ գեղեցիկ, հասարակ, բայց միևնույն ժամանակ համեղ ուտեստներ, աղանդներ, դեսերտներ, ըմպելիքներ, չգիտեմ, որ պահին, որ ժամանակս ներում է, ուզում եմ տվյալ պահով ձեզ տանել, հասցնել թեկուզ ձեր մանկության գիրկը կամ օրինակի համար, հենց այս պահին
Ուզում եմ սիրելիներս ձեր հետ կիսվեմ իմ նախաճաշով, ինչ ենք ուտելու մենք, ինչպես եմ նախաճաշում, ինչի համար, էսա մի հատ ափսը վերցնեմ, ամեն ինչը դրեցի, ափսեն չեմ դրել, ահա, ափսեն էլ վերցնեմ, ու գնամ առաջ, սիրելիներ ջան, ինչով եմ այս սեզոնին ինչ աշխարհի ամենահամով բրդուճն եմ պատրաստելու, սիրելիներ ջան, ձու եմ խաշել, ձուն իր մեջ գիտեք չէ, ունի շատ սպիտակուց, հետո ովքեր որ ուզում են, այսպես սենց տեղը տեղին մի հարեն, ճիշտը նա է, որ ձուն ուտենք առանց դեղնուցի, ավելի կալորիաները քիչ է սպիտակուցի մեջ, քան դեղնուցի, ամեն դեպքում, այսօր չգիտես թե ինչի հասել ենք այն ժամանակաշրջանին, որ կար չէ այսպիսի տարբերակ, որ ասում են գիշերը իրիկունը ձու ուտել կլինի, ձուն պիտի ուտես առավոտը, բայց հիմա չգիտես թե ինչի, երբ որ Ալեքսիս ես տանում եմ մարզումների, այնտեղ մարզիչներից էլ եմ էլի հարցնում ինչ անեմ, որ փորձենք մի քիչ երեխեն քաշ չհավաքի, ասում են երեկոյան ընթրիքը փոխարինեք մի հատ ձվի հետ, ու ես զարմացած ասում եմ, բայց կարելի է, ասում են իհարկե, հետո այսպիսի մի ասած խոսքեր կա, նախաճաշդ կես լիարժեք, ճաշդ կիսիր ընկերոջդ հետ, ընթրիքդ էլ տուր թշնամուտ, սա որ վերցանենք, արդեն շատ հարց ու պատասխանը մի անգամից կստանանք սիրելիներ ջան, ահա, հիմա, այնպես չի որ ես իմ էջում սովորականի նման կիսվում եմ ձեր հետ, ոչ մի սենց երևելի, հա, մուրաբաներ կեպեմ, բաղադրատոմս կնշեմ, որևիցե մի խմորեղեն կտխեմ, բաղադրատոմս կնշեմ, իսկ ես վերջին ժամանակաշրջանում աշխատում եմ ընդհանրապես խմորեղենից շատ հեռու մնամ, որովհետև ավելորդ կալորիաները չեմ ուզում, ամառը, պլյուս դրան ավելորդ քաշնել շատ հիվանդությունների նախապայմանը, այսպես ասեմ, անցնեմ առաջ, սիրելիներ ջան, հիմա ինչ եմ անում, ունեմ այս տեսակի լավ անուշ համով պանիր և թել պանիր, ովքեր գյուղում ապրել են, հələ գնացեք հետ, ձեր մանկության համն ու հոտը հիշեք, չեչիլ պանիր նույն ինքը, ձուն եմ կտրտել, հա, եկեք իրար հետ պատրաստենք, որ ճիշտ լինի, ձուն կտրտել եմ, պանիրը կտրտեցին և ինչ եմ դնում, ռեհան, աշխարհի ամենա համով բրդուճներից մեկն եմ պատրաստում, կոնկրետ իմ համար, ես շատ եմ սիրում, ինչով եմ վայելելու, վարունգ, լոլիկ, քանի որ ցանկացած ուտելիքի հետ, ճաշ կլինի, առաջին կլինի, երկրորդ կլինի, մարդու սննդակարգում կարևորագույն տեղ ունի աղցանը և թարմ բանջարեղենը, իմ նախաճաշը սա է լինելու, վարունգի ու լոլիկի հետ, այնպես որ պրիմիտիվ, հասարակ, սովորական, բայց կիսվեցի ձեր հետ, ձեզ ասում եմ բարի ախորժակ, եթե դուք եք հաց ուտում և միևնույն ժամանակ ստեղծություն, կհանդիպենք հաջորդ համեղ, հասարակ և գեղեցիկ մատուցված բաղադրատոմսով, առայժմ